Պատրաստում ենք ջրով նրբաբլիթներ առանց կաթի։ Այս տարբերակով ստացվում է անչափ փափուկ, նուրբ, բարակ և ծակոտկեն։ Պարզ բաղադրիչներից ստանում ենք այսպիսի գերազանց արդյունք։ Շատ հարմար է նաև պահ-պահողների համար։ Այդ դեպքում նաև բացառում ենք ձուն, պատրաստում ենք առանց ձվի։ Տարայի մեջ լցնում ենք ձուն, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը։ Մի փոքր հարում ենք, որից հետո ավելացնում ենք 1 լիտր գոլ ջուր։ Բաղադրիչների հստակ չափերը գրված կլինի նկարագրության բաժնում։ Իմ ալիքում կա նաև նրբաբլիթների մի քանի բաղադրատոմս, որոնցից մեկը պատրաստում ենք առանց ալյուրի։ Հղումները կթողնեմ նկարագրության բաժնում։ Քիչ-քիչ ավելացնում ենք նաև մաղած ալյուրը։ Ամբողջը միանգամից պետք չէ ավելացնել։ Ալյուրը կարող է ավելի շատ կամ քիչ պետք լինել, քանի որ բաղադրիչները տարբեր են։ Ես օգտագործել եմ մոտավորապես 450 գրամ ալյուր, դա 3 մեծ բաժակ է 300 գրամանոց։ Եթե ալյուրը շատ կլինի, կարող եք ջուր ավելացնել։ Հարգելինս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Ահա պետք է լինի այսպիսի խտության։ Ավելացնում ենք նաև բուսայուղը, խառնում ենք, թողնում ենք խմորը հանգստանա մոտ 10 րոպե, որից հետո պատրաստում ենք։ Եթե խմորը ջրիկ լինի, նրբաբլիթները չեն ստացվի։ Տապակը լավ տաքացնում ենք և լցնում ենք խմորը։ Ինձ մոտ տապակը որակյալ է, ես բուսայուղ չեմ քսում։ Իսկ եթե ձեզ մոտ խնդիր կառաջանա, կարող եք քսել բուսայուղ։ Մի կողմը լավ տապակվելուց հետո շրջում եմ հաջորդ երեսի վրա, թողնում եմ մոտավորապես մի քանի վայրկյան և վերցնում եմ կրակի վրայից։ Տեսեք, թե ինչքան հեշտ առանձնացավ պատերից և ինչքան լավ է ստացվել։ Անգամ չի զգացվում, որ առանց կաթի ենք պատրաստում։ Ես շատ հաճախ եմ հենց այս բաղադրատոմսով պատրաստում։ Այս նրբաբլիթները մի փոքր գույնով զիջում են կաթով նրբաբլիթներին, քանի որ մի փոքր անգույն է ստացվում։ Բայց ինձ թվում է սա խնդիր չի, կարևորը այստեղ համն է և որակը։ Քանի որ տապակելուց հետո ոչինչ չի երևում։ Ես այս նույն բաղադրատոմսով պատրաստել եմ նաև առանց հավկիթների։ Շատ լավ է ստացվել։ Պարզ պահողների համար իդեալական տարբերակ է։ Այս նրբաբլիթները փաթաթելուց չեն ճաքվում, շատ նուրբ է ստացվում, անգամ երկար մնալուց պահպանում է իր տեսքը։ Այս տարբերակով պատրաստում ենք ամբողջը։ Ինձ մոտ ստացվել է 30 հատ մեծ նրբաբլիթներ, տապակի չափը 24 սանտիմետր է։ Իսկ եթե փոքր տապակով անեք, ավելի շատ կստացվի։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել, փափուկ, նուրբ, բարակ։ Ձեր հյուրերն անգամ չեն կռահի, որ այն պատրաստված է միայն ջրով։ Այս նրբաբլիթները կարելի է մատուցել ինչպես աղի, այնպես էլ քաղցր տարբերակով։ Կարող եք նաև կրեմով թխված պատրաստել այս թերթիկներից, իդեալական է ստացվում։ Ահա տեսեք, թե ինչքան նուրբ ու էլաստիկ է ստացվել։ Մեկ անգամ պատրաստեք այս տարբերակով, վստահ եմ, որ այն կդառնա ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը։ Այս նրբաբլիթի համար ես միջուկը պատրաստել եմ հավի կրծքամսով և գազարով։ Միջուկի բաղադրատոմսը չեմ նկարել, պարզապես ցույց եմ տալիս, թե ինչքան լավ է ստացվել նրբաբլիթները։ Նրբաբլիթի վրա նստում ենք միջուկը, ես նաև դնելու եմ պանիր, փաթաթում ենք և դնում մի կողմ։ Տեսեք, անգամ փաթաթելը ինչքան նուրբ է ստացվում։ Չի ճաքում և շատ հեշտ է փաթաթվում։ Եթե ունեք տարբերվող և լավ բաղադրատոմսեր, որը դեռ YouTube-ում չկա, կարող եք ուղարկել ինձ, կընտրեմ լավագույն տարբերակը, կնկարահանեմ և կտեղադրեմ իմ ալիքում, նշելով նաև ձեզ։ Տեսեք, թե ինչ հավասար է տապակվել և ինչքան գեղեցիկ գույն ունի։ Վստահ եմ, որ շատ կհավանեք այս բաղադրատոմսը։ Դուք էլ պատրաստեք և գրեք մեկնաբանության բաժնում ձեր կարծիքը։ Սիրով կսպասեմ բոլորիդ։ Այսօր էլ այսպիսի համեղ և տարբերվող բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։